երկրորդ Սաղմոսի 11-րդ խոսքում գրված է. «Վախով ծառայեք Տիրոջը և դողալով ցնծացեք»։ Ինչ է նշանակում դողալով ցնծալ։ Նոր Կտակարանում կա աստվածապաշտության պատվեր, գրված է. «Ահով և դողով կատարեք ձեր անձերի փրկությունը»։ Եվ շատ տեղեր կա աստվածավախության մասին գրված։ Այսօր մի վարդապետություն կամ մի մոլորեցնող վարդապետություն, որը շատերին է կործանում, եւ այս վարդապետությունն ասում է. մենք աստվածավախության կարիք չունենք, մենք որդիներ ենք, մենք մեր հորից վախենալու կարիք չունենք եւ մենք պիտի սիրենք իրեն։ Այսինքն թվում է թե մարդը ընտրության առջև է վախենա, թե սիրի, եւ ինքը ընտրում է ավելի մտերիմ հարաբերությունը։ Ես ընտրում եմ սիրո հարաբերությունը։ Այ դուք կրոնավորներդ վախեցեք Աստծուն, իսկ մենք մեր Պապային սիրում ենք, տենց էլ ասում են, եւ մեր Պապան էլ մեզ է սիրում։ Ես այստեղ տեսնում եմ ակնածանքի բացակայություն։ Սա 5 կտակարանը չի աստվածավախության պահանջով, սա նոր կտակարանն է։ Եվ ամբողջ նոր կտակարանը սովորեցնում է աստվածավախություն։ Եվ աստվածավախությունը դա այն սարսափը չի, մարդիկ սխալ են պատկերացնում, որ մենք սարսափում ենք Աստծուց։ Ոչ, աստվածավախությունը ինձ թվում է մեծերը կհիշեն սա, երբ որ մենք կորցրել ենք անգամ ընտանիքում այդ ակնածանքը, եւ ընտանիքում այդ ակնածանքը ընտանիքի հոր նկատմամբ կորցրած լինելով, հիմա շատ դժվար է եկեղեցիներում այն մարդկանց, ովքեր ընտանիքում չգիտեն ինչ է հայր, բացատրել ինչ է ակնածանքը, ինչ է աստվածավախությունը, որովհետև Աստված էլ մեր հայրն է, այո, մեր հայրն է։ Եվ երբ որ գնանք մի 30, 40, 50 տարի հետ, երբ որ ընտանիքի հայրը մտնում էր տուն, ինքը շատ էր սիրում իր երեխաներին, ինքը մտերմություն էր անում երեխաների հետ, բայց ընտանիքի բոլոր անդամները ակնածանք ունեին տան գլուխ հանդիսացող հորից, դա կլիներ մեծ հայրը, պապը, չգիտեմ, բայց ընտանիքի ղեկավարը, որ մտնում էր, տանը այլ մթնոլորտ էր։ Եվ դա վախը չի, սարսափը չի, սա ակնածանքն է, սա հարգանքն է։ Եվ եթե ուզում եք իմանալ ինչ է աստվածավախությունը, աստվածավախությունը Աստծուց վախ ունենալը չի բառացի իմաստով, այլ Աստծուն ցավեցնելու, Աստծուն տրտմեցնելու վախն է։ Աստվածավախությունը դա այն է, ինչ որ նոր կտակարանում գրված է. Սուրբ Հոգուն մի տրտմեցրեք։ Եթե մարդը իր ամբողջ սրտով վախենում է Սուրբ Հոգուն տրտմեցնելուց, ինքը աստվածավախ մարդ է։ Եվ սա Աստվածաշնչի պատվերն է։ Եվ նոր կտակարանում գրված է, որ վախեցեք Աստծուց։ Վախեցեք, երբ որ Քրիստոսի խոսքին անհնազանդ եք։ Ոչ թե վախեցեք Քրիստոսից, այլ վախեցեք, երբ որ Քրիստոսի խոսքին անհնազանդ եք։ Եվ Եբրայեցիների թղթում գրված է. Մովսեսի խոսքերը անարգողը քարկոծվում էր, որքան առավել Քրիստոսի խոսքերը անարգողը Աստծու պատժին կարժանանա։ Աստված մաշող կրակ է։ Դուք չեք կարող ասել. ինքը իմ պապան է, ինքը ինձ կների, ոչինչ պապ ջան, մենք մեր ընտանիքում, չգիտեմ, ճակերտավոր ասեմ, երես առած երեխաներ ենք եղել, մեր պապան ամեն ինչ էլ հանդուրժել է, դու էլ մեր պապան ես, պիտի հանդուրժես։ Ինչու ես քո ընտանիքի ապականված հարաբերությունը տեղափոխում Աստծու վրա։ Ոչ, այո, նա Աբբա հայրն է, այո, նա մտերմություն է ուզում մեզ հետ, բայց արդյոք դու սիրում ես նրան։ Տեր Հիսուսն ասում էր, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք։ Երբ ենք մենք տրտմեցնում Աստծուն, երբ որ իր խոսքին հակառակ ենք գործում, երբ որ հասկանում ենք, ոչ թե որ ջանք ենք անում, չի ստացվում, ոչ։ Հայրը այնքան գթառատ է, այնքան սիրառատ է մեր հանդեպ, որ ինչպես հայրը, ենթադրենք փոքր երեխա է, հայրը սովորեցնում է իրան տղային, վերցնում է մեխը, մուրճը եւ սովորեցնում է այդ մուրճով մեղ մխելը։ Եվ եթե չի ստացվում, չի բարկանում իր վրա, իր նպատակը սովորեցնելն է։ Եթե այսօր քո պայքարը մեղքի դեմ, դու ուզում ես Աստծու կամքով ապրես ու չի ստացվում, ինքը չի բարկանում քո վրա։ Ինքը բարկանում է, երբ որ իրան արհամարհում է։ Ինքը բարկանում է, երբ որ դու վերցնում ես մի հատ սուտ վարդապետություն ու իր խոսքին հակառակ սկսում ես ապրել մեղքի կյանքով, արդարացնել քո մեղքը կամ թաքուն խավարի մեջ շարունակել ծածուկ մեղքի կյանքը, ասես Աստված չի տեսնում։ Ասա բարկացնում է Աստծուն։ Իսկ երբ որ այն ամենավերջին մեղավորը աղաղակում ասում է, ես հոգնել եմ այս մեղքի կյանքից, օգնիր ինձ Տեր, Աստված չի բարկանում նրան։ Աստված գալիս է մխիթարում, Աստված գալիս է քաջալերում, Աստված գալիս է ու բարձրացնում է նրան։ Աստվածավախությունը Աստծուց սարսափելը չի, աստվածավախությունը Աստծուն տրտմեցնելուց, Աստծու հետ հարաբերությունը փչացնելուց
կործանելուց, խաթարելուց վախենալն է։ Երբ որ մարդիկ չեն հասկանում ինչ է աստվածավախությունը եւ շատ են սիրում մեղքի կյանքը, իրենք իհարկե իրենց արդարացում է պետք եւ այդտեղ գալիս է կեղծ Աստծո գաղափարը, որը մեղքի հանդեպ հանդուրժող է, քանի որ սիրում է քեզ։ Մարդիկ մտածում են, ո՞նց կարա Աստված այս մեղքի անուշ խաղալիքը վերցնի ինձանից, որովհետև իմ սիրող հայրիկը ուզում է, որ ես հաճույք ստանամ։ Ոչ, քո սիրող հայրիկը այնքան է սիրում քեզ, որ իր որդուն է զոհել Գողգոթայի խաչի վրա։ Եվ առաջին Պետրոս 2:24-ն ասում է, որ նա մեր մեղքերը իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մենք մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Ինչպիսին է քո արձագանքը Գողգոթայի խաչի զոհին։ Արդյոք դու լսում ես այս խոսքը ավետարանի։ Սա Քրիստոսի ավետարանն է։ Ես ձեր մեղքերի համար վճարել եմ, որ դուք այլևս մեղքի կյանքով չապրեք։ Դուք արդարության համար ապրեք, եւ դա ձեր շնորհակալությունը կլինի, եւ դուք իմ ժողովուրդը կլինեք։ Եվ սրա համար մեզ պետք է աստվածավախություն։ Այո, մենք սիրում ենք Աստծուն, բայց Տեր Հիսուսն ասում էր. նա, ով սիրում է Աստծուն, պահում է նրա պատվիրանները, իսկ նա, ով հակառակ է գնում այդ պատվիրաններին, նա չի սիրում Աստծուն։ Ընթերցեք Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխը եւ 4 անգամ նույն միտքը տեսնեք։